Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, դիմում է մեր այն հարգարժան ունկնդիրներին, որոնք դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար կլինենք խորապես շնորհակալ։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, բարև ձեզ, Տիկին Դալաքյան, եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ եմ։ Տիկին Դալաքյան, սկսենք երևի հայ-ադրբեջանական այս խաղաղության համաձայնագրի հետ կապված ինձ համար վերջերս ինձ ասած շատ ցավալի մի իրողությունից, երբ ազգային ժողովի, Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Խանդանյանը, այսպես մի տեսակ նեղացած մարդու պես ինչ-որ տխուր խոստովանություններ է անում, որ ահա ես դիմել եմ իմ ադրբեջանցի գործընկերոջը, որ քննարկումներ ծավալվեն խաղաղության համաձայնագրի շուրջ, կարծիքների փոխանակում, որպեսզի վերջիվերջո իմի գա այդ խաղաղության համաձայնագիրը եւ վերջիվերջո ստորագրվի, բայց շատ կոշտ հակազդեցության եմ հանդիպել իմ ադրբեջանցի գործընկերը ինձ անվանել է պոպուլիստ եւ հրաժարվել է այդ քննարկումներից ըստ էության, բացի այդ նաև պարզ է, որ ադրբեջանցիների խոսույթը, ադրբեջանական իշխանության խոսույթը դառնում է շատ ավելի ագրեսիվ վերջին ժամանակներում եւ ավելի հարձակողական, որին կարծես թե մեր կողմից իդեմս մեր իշխանությունների առանձնապես պատասխան չի լինում։ Ինչ եք կարծում, ինչի կբերի այս ամենը եւ խաղաղության պայմանագիրը արդյոք գնալով ավելի չի հեռանում այդ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը մեզնից։ Ճիշտն ասած, սա լավ է, ինչու, որովհետև մեզ մեղադրում էին, ովքեր թերահավատ էին Ադրբեջանի կողմից խաղաղության գնալուն, որ մի խանգարեք, մի խոսեք, ոչ մի պահանջ մի ներկայացրեք, պատերազմ եք ուզում, եկեք գնանք խաղաղության, ահա Ադրբեջանը պատրաստ է։ Հիշում եք, չէ՞, քանի ամիս առաջ արդեն Արադ Միրզոյանն ասում էր, 1 կետ է մնացել, 5 օր է մնացել, 1 օր է մնացել, այսինքն մեր տեսակետը եւ ժողովուրդը դա շատ լավ գիտակցում է, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության, սա ապացուցում է։ Երկրորդը, եթե դրական կողմին նայենք, այս առաջարկը ինչով է լավ, որ էլի միջազգային հանրությանը կարող ենք ցույց տալ, որ տեսնում եք, դուք կոչեր արեցիք, դուք ողջունեցիք, հիմնականում արևմտյան երկրները, բայց որ կողմն է ոչ կոնստրուկտիվ եւ դրա համար զանգերը հիմնականում հիմա Ալիևին են, չէ, որ ասում են բաց թողեք գերիներին կամ գնացեք խաղաղության ստորագրման, այսինքն կարելի է սրանից օգտվել։ Սա առավելություն է ինչ որտեղ մանավանդ որ մենք այնպես չի հիասթափվել էինք եւ սպասում էինք որ Ալիևը գնա խաղաղության նույնիսկ թուղթը ստորագրելուց հետո դեռ չասեմ որ չենք էլ հասել այդ թղթի ստորագրմանը իսկ ինչ վերաբերում մեր պատասխանը ինչպեսին պիտի լինի ոչ թե Ալիևի նման պիտի անհետ ուրեմն լոզունգներ առաջ տանենք որ դե մենք էլ կգանք ձեր տարածքը կգրավենք արևմտյան Հայաստանը կգրավենք դե իրենց խոսույթի համա իհարկե արևմտյան Հայաստանը դա գիտական եզրույթ է եւ ես դրա մասին խոսել եմ օրինակ Շապիրոյի բայց հասկանալի է ինչ նկատի ունեմ, այսինքն երկու կողմերն էլ չպետք է լինեն դիստրուկտիվ։ Հայաստանը պիտի ուղղակի լռի, մի անգամ արդեն մենք խոսեցինք, որ պատրաստ ենք եւ հասկանա, որ խաղաղություն չի լինելու։ Անցնի իր գործին, ոչ թե մտնենք պոլեմիկայի մեջ, կապիտուլյանտը դվես ներքին, այլ արտաքինը վերածենք մենք ենք հաղթելու, չէ դու ես հաղթելու, բանակը ուժեղացնենք, լուր, առիթ չտանք, որպեսի մեզ ագրեսորը ինչ որ անուն պիտակավորեն, որևէ հայտարարություններ չանենք, օրինակ որ Բաքուն գրավելու ենք եւ այլն, հասկանում եք, որ ուժերի նկատի ունեմ, տանենք մեր շահերը առաջ դիվանագիտության ասպարեզում եւ խոսել եմ տնտեսությունը զարգացնենք, որովհետեւ տնտեսությունն է պատերազմի եւ բանակի շարժիչ ուժը։ Այսինքն կատարել մեր աշխատանքը, դիվանագիտությունը, ներքին արդարադատության վերականգնումը, խոսենք դրա մասին եւ այս վախվորած վիճակից դուրս գալ, հասկանալը, որ ինչ էլ մենք զիջենք, Ալիևը չի լինելու ավելի կոնստրուկտիվ։ Այդ առումով երևի թե ձեզ հետ համակարծիք կլինեն, թե մեր տիտղոսային այսպես ասած, ինչպես անվանում են իրենց ընդդիմության ներկայացուցիչները, որ այո, պիտի ներքուստ մենք հզորանանք, որովհետև այլընտրանք մենք չունենք դիմակայելու եւ չհավատանք, բայց Տիկին Դալաքյան, երևի թե ներքուստ չենք հզորանում այս տարիների ընթացքում, դեպի 2020 թվականի այդ հրադադարից հետո դրա համար է Ադրբեջանի հռետորաբանությունը այլ ավելի ագրեսիվ դառնում եւ պատերազմի սպառնալիքը ավելի
մեծանում, ինչ եք կարծում։ Դա երկու կոմպոնենտ ունի՝ արտաքին եւ ներքին, այսինքն Ադրբեջանը չի հարձակվում, որովհետեւ չի կարող, շատ ենք խոսել դրա մասին, միջազգային իրավիճակից ելնելով, ոչ թե որովհետեւ չի ուզում։ Իհարկե ուզում է, բայց ի՞նչն է խանգարում։ Եթե անընդհատ 4 տարի ասում են հեսա վերցնելու ենք Զանգեզուրի միջանց, գիտեք, 5 տարի արդեն, որ ուզենք չուզենք պետք է ազիջումների գնանք, բայց չի հարձակվում, դա բարի կամքի դրսևորում չի։ Ոչ էլ այնպես է, որ մտածում են այս պահին մենք ավելի ուժեղ ենք, քան իրենք, բայց երևի միջազգային երևի չէ ասպարեզում իրավիճակից, սա մեկ, խոսել ենք ռուս-ուկրաինական ռազմաճակատ, Տրամփի քաղաքականություն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է ներքին լսարանին վախեցնելը, այո, Ալիևը փորձում է այստեղ վախի մթնոլորտ սեղմանել, որովհետեւ այն ժողովուրդը, որը վախենում է, նա չի պայքարում։ Այն ժողովուրդը, որը պառակտված է, չի պայքարում։ Մենք պատմությունից ելնելով գիտենք, որ երբ մենք վախեցել ենք եւ փորձել ենք զիջումների գնալ, մենք կորցրել ենք։ Երբ փորձել ենք պայքարել, նույնիսկ ցեղասպանության տարիներին այն նահանգներում, որտեղ ինքնապաշտպանություն է եղել, ավելի քիչ թվով զոհեր ենք ունեցել։ Ունեցել ենք Սարդարապատ, մի երկրի դեմ, մի կայսրության Թուրքիայի, որը մեզնից չափերով գիտեք որքան մեծ էր։ Մենք չունեինք դաշնակիցներ եւ նոր էինք ուրեմն դուրս եկել ցեղասպանության ողբերգությունից։ Այսինքն ես այնպես չի որ ուղակի բառեր եմ ասում, նույնը Վազգեն Սարգսյանն էր ասում, որ մեր թշնամին նույնն է, որը մեզնից փախչում էր։ Հիշում եք այդ ժամանակ այդ միֆը եկեք չտարածենք, որ Ռուսաստանը մեզ աջակցում էր, սկզբում Ադրբեջանն էր աջակցում, հանձինս Կալցո օպերացիայի, հետո բոլոր զենքերը սովետական թողեցին Ադրբեջանում եւ սկսեցին զինել հավասարապես կամ նույնիսկ ավելի շատ, քան Ադրբեջանն։ Դրա մասին արդեն բոլորը գիտեն, այդ միֆը, որ օգնել են մեզ ընդդեմ Ադրբեջանի, իրական չի։ Այլ հարց է, որ եկավ ժամանակ, որ հասկանալով, որ Ադրբեջանը չի կարողանում հաղթել եւ տեսնելով, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին իր գիրկը ներքաշել, փորձեցին նաեւ Հայաստանին օգտակար լինել։ Բայց եթե հայ զինվորը չպայքարեր, մենք Արցախյան առաջին հաղթանակը պատերազմում չէինք ունենա։ Ես ձեզ ասեմ, երկրորդ պատերազմում էլ մենք կարող էինք հաղթել, ես այդպիսի վստահություն ունեմ, դա ասել է Ալիևը, որ մի քանի օր էլ պայքարեինք, չէինք կարող հաղթել, այն փաստը, որ մենք առանց փամփուշտի հանձնել ենք տարածքներ, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին ստիպեցին, որ նա ստորագրի նոյեմբերի 9-ը Նախիջևանի կողմից Հայաստանի վրա հարձակում իբրև թե թույլ չտալու համար, հիշում եք ռուսական ուղղաթիռը, որ կործանեցին այստեղ իբրև թե հանկարծակի, դա շոու էր, այդտեղ ուղղակի վախեցրեցին, որ Թուրքիան կարող է Նախիջևանի կողմից մտնել, ել չասած ներքին ուժեր կային, որոնք ասում էին վաճառված է, հանձնած է, գիտեք, չխոսեմ դրա մասին, այսինքն պարտության պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն եւ դա հաստատ Անդրանիկ Քոչարյանի 44-օրյա հանձնաժողովը չի բարձի, արդեն անկախ մարմինները եւ ուժերը, որոնք հետո հուսով եմ Հայաստանում կլինեն, նրանք կպարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց եզրափակելով ես կարող եմ ասել, որ հայ զինվորի նկատմամբ վստահությունը փորձում են կոտրել, նաեւ կան Հայաստանում ներքին շրջանակներ, որոնք տիրաժավորում են, որ մենք չենք կարող պայքարել առանց Ռուսաստանի, մենք ոչ մի բան ենք, մենք ոչ մեկ ենք, դա նաեւ դրսից եկող ագիտացիա է, ես վստահ եմ, որ Ադրբեջանը այն թշնամին չէ, որի դեմ մենք չենք կարող պայքարել։ Ձեզ հետ համակարծիք եմ, որ այո, 44 օրյա պատերազմի իրական պատճառները, այ ինչպես դուք ասեցիք, ես էլ եմ շատ այդպիսի իրողությունների մասին լսել տարբեր տեղերից, որ այո, դիրքեր ենք հանձնել առանց որևէ պատճառի, երբեմն մենք շատ մեծ հաջողությամբ հետ ենք մղում, հետ ենք շպրտում բարբարիս բուն իմաստով, հսկայական կորուստներ պատճառելու եւ հանկարծ ինչ որ հրամաններ ու նահանջ։ Էլ չասած հայտնի ներողություն իհարկե որ ընդհատում, սա կարևոր է հայտնի պերսոնաժը, որ ամեն օր եթերից ասում էր, որ մենք առաջ խաղացում ունենք, հիշում եք մամուլի քարտուղարը ՊՆ-ի, դա ինչ սուտ էր, որ մենք գյանջան ենք ռմբակոծել, դա անցավ գնաց, բայց չի անցել, մենք զոհերի, հանուն զոհերի իշտակի եւ Հայաստանի ապագայի պիտի պարզենք այդ ինչ էր կատարվում, որ տեղեկատվական տերոր էր գնում, որ իբրև թե մենք հարվածել ենք գյանջային, գրավել ենք տարածքներ, վերջում ոչ մեկ չբացատրեց, թե դա ինչ էր նշանակում։ 44 օր մենք ապրեցինք, հաղթելու ենք հեշթեգով, չէ, հաղթելու ենք կարգախոսով, բայց մեկ էլ պարզվեց, որ 44-րդ օրը չասեմ մեծ տխուր խոսքը պարտվել ենք, բայց ամեն դեպքում կանգնել ենք մի շատ ծանր իրողության առաջ, որից հետո հետևեցին էլ ավելի ծանր իրողություններ։ Ինչևէ, սա մի առանձին քննարկման թեմա է, որին կարծում եմ հետագայում ավելի այսպես լայն ֆորմատով նույնիսկ կարելի է անդրադառնալ։ Միջազգային քաղաքականության
վերաբերյալ գանք, այսպես ասած, մեր հայաստանյան իրողություններից դեպի ավելի միջազգային, այսպես ասած, ոչ հայաստանյան իրողություններ, բայց որոնք կապված են հայաստանյան իրողությունների հետ, շատ է սրվել ԱՄՆ Իրան այս փոխհարաբերությունը, շատ են սրվել այդ փոխհարաբերությունները եւ արդեն նույնիսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի կողմից բացահայտ սպառնալիքներ կան, որ հնարավոր է հարցակում անգամ ռմբակոծության սպառնալիք, եթե Իրանը չհամաձայնվի այդ միջուկային գործարքին։ Եվ այստեղ Իսրայելի գործոնը կա եւ Աստված մի առած է, գուցե դուք եք կիսեք իմ այս կարծիքը, որ եթե այդպիսի մի աղետալի տարածաշրջանային պատերազմ բռնկվեց այս գոտում, մեր գործերը շատ վատ են լինելու, Հայաստանի գործերը նաև շատ վատ են, իհարկե միայն մեր մասին չմտածենք, բայց մասնավորապես մեր գործերը, ինչ եք կարծում, հնարավոր է կանխել այդ հնարավոր աղետը, այդ պատերազմը Իրանի դեմ եւ ինչպիսին պիտի լինի նաև մեր Հայաստանի քաղաքական դիրքավորումը այդ իմաստով։ Դա Իրանի վերնախավը պիտի հասկանա։ Ես վստահ եմ, որ Իրանում փոխվելու է իշխանությունը, համենայնդեպս Միացյալ Նահանգները եւ Իսրայելը մինչեւ պատերազմ սկսել է Իրանի դեմ, ես չեմ կարծում դա պատերազմ կլինի, դա լոկալ հարվածներ են լինելու Իրանի նավթավերամշակման գործարաններին, միջուկային օբյեկտներին, լայնածավալ պատերազմի պատճառ չկա։ Իսրայելը կարող է թիրախներին հարվածելով հասնել իր նպատակին։ Իսրայելը չի ուզում գնալ լայնամասշտաբ պատերազմի, այդքան ռեսուրս չունի մարդկային, ոչ էլ Տրամպը, որը խոստացել է ավարտել պատերազմները, դա կարող է բացատրել, բայց թիրախային հարվածներ, ինչպես Եմենի հուսիտերին օրինակ, կարող են այո իրականացվել։ Ես կարծում եմ գործի է դրվելու ներքին դիստաբիլիզացիոն սցենարները, մանավանդ մենք գիտենք եւ ես ձեզ շատ եմ ձեր եթերում ասել, որ հոգեվոր առաջնորդ չի վայելում վստահություն ժողովրդի շրջանում, նա կոռումպացված անձնավորություն է, խոսքը Այաթոլլահ Խամինեի մասին է, որը մոտ 210 միլիարդ դոլարանոց բուրգի սեփականատեր է, դրա մասին կան ուրեմն տվյալներ հենց Բաղդադում, ԱՄՆ դեսպանատան կողմից, Սեդատ է կոչվում, դա շատ քիչ է խոսվում, բայց կարող են մեր ունկնդիրները այդ փաստաթղթերին ծանոթանալ, եւ դա մի երկրում, որտեղ բնակչության կեսը պաշտոնական տվյալներով քաղցած է։ Այսինքն եւ ընտրվեց ռեֆորմիստ ղեկավար, ոչ թե պահպանողական, այսինքն Իրանի ժողովուրդը ցույցերն էլ հիշում ենք հոգեվոր առաջնորդի դեմ, ուզում է իմ կարծիքով ունենալ աշխարհիկ նորմալ իշխանություն եւ եթե նկատում ենք Փեզեշքյանը ավելի հակված է բանակցությունների, թիմում կային Զարիֆ օրինակ մարդիկ, որոնք ասում էին, որ մենք պիտի գնանք գործարքի, գիտեք, ես չեմ ասում Իրանը պիտի հանձնվի կամ իր դիրքերը զիջի, բայց կանգնել կռվել մի ամբողջ աշխարհի դեմ, մեկի դեմ, որի հետ այսօր Պուտինն էլ է փորձում պայմանավորվել։ Իրանը կարող է, Իրանը չունի այլևս այդ պրոքսի գործիքները, որ ուներ Հեզբոլլահ, Հուսիտ, Ասադ, այսինքն Իրանը մերկ է։ Եթե Իսրայելին այսօր ԱՄՆ-ն թույլ տա, Բայդենը թույլ չէր տալիս, Տրամպը տեսնենք։ Իսրայելը 1 րոպեում կարող է ոչնչացնել Իրանի բոլոր նավթամաշակման գործարանները, միջուկային օբյեկտները ԱՄՆ-ի օգնությամբ կամ առանց ԱՄՆ-ի օգնության։ Եվ դա Իրանի ներսում լուրջ խնդիրներ կառաջացնի։ Իրանը միատարր երկիր չէ։ Կան ադրբեջանցիներ միլիոնավոր, Թուրքիան կարող է օգնել, այսինքն Իրանի վերնախավը պիտի հասկանա արդյոք իրեն ձեռնտու է այդ սցենարը, թե գնալ միջուկային համաձայնագրի։ Ես չգիտեմ նամակի մեջ ինչ է գրած Տրամպի եղել ուրեմն հոգևոր առաջնորդին, բայց համենայն դեպս պետք է փորձեն գնալ բանակցություններ եւ Իրանի ներսում այդ ձայները առավել բարձր է լսվում։ Իհարկե Իրանը դեմոկրատական երկիր չի, որ տենց պարզ իրար հետ բանավիճեն, բայց որոշ նախարարների աշխատանքից ազատումը ցույց է տալիս, որ այնտեղ ամեն ինչ հարթ չէ, առավել եւս ես տեսակետ ունեմ, որ Ռայիսի մահը պատահական չէր եւ դա կապ չունի Իսրայելի հետ, հակառակ բaragայում Իրանը կտիրաժավորեր, որ Իսրայելն է ուրեմն սպանել Իրանի նախագահին, բայց դրա մասին այդքան ընդհանրապես չխոսվեց։ Դա ներսի իրադարձություն էր, խնդիրներ են, հարցեր էին ծագում, ինչի ինքնաթիռը փոխել, ուրիշ ինքնաթիռով թռել, պարոն ուրեմն Ռայիսին, այսինքն իմ կարծիքով սա ներքին, ինչ որ հակամարտության արդյունք էր։ Այնպես որ Իրանի վերնախավից է ամեն ինչ կախված։ Ինչ վերաբերում է Հայաստանին, համենայն դեպս Միացյալ Նահանգների տեսանկյունից եւ Իսրայելի մենք չենք կարող իրենց քննադատել։ Եթե դուք սպառնում եք անընդհատ, որ Իսրայելը պետք է ոչնչանա, ինչ անի Իսրայելը։ Ես Իսրայելին դաշնակից չեմ համարում, Իսրայելը մեր թշնամու բարեկամն է։ Ես խոսում եմ Իսրայելի տեսանկյունից, որը հոլոկոստ է տեսել։ Եթե դուք ամեն օր հավաքում եք տասնյակ հազարավոր մարդկանց եւ ասում եք Իսրայելը պետք է ոչնչանա, Իսրայելի պետության տեսանկյունից իրանք էլ ձեզ պիտի ոչնչացնեն։
Սա մեկ կամ եթե դուք ամբողջ աշխարհի դեմ տերորով եք պայքարում, ասենք Ասադի նման ռեժիմին եք պաշտպանում, Ուկրաինայում զենք եք վաճառում Ռուսաստանի սանկցիաներին դեմ եք գնում, արևմուտքն էլ պիտի ձեր դեմ լինի, այսինքն պետք է լիներ նորմալ կոնստրուկտիվ հարաբերություններ ունենալ, մանավանդ կրկնենք իրենց դաշնակից Ռուսաստանը այսօր փորձում է գնալ այդ ճանապարհով, կստացվի թե ոչ չգիտեմ։ Այդ համաձայնագիրը տեսեք անգամ չէ, դա ձեր խոսքը բերեց իմ նաև այս դիտարկմանը, որ փաստորեն ռուս-իրանական նույնիսկ այդ համաձայնագրի պահով Ռուսաստանն է իր վերաբերմունքը մի տեսակ սառեցրել ամերիկա-իրանական, չէ, այդ հարաբերությունները եւ չի ուզում խորացնել իրականություն դեպի իրականացում տանել այդ համաձայնագիրը, դա նույնպես իմ կարծիքով վատ իրողություն չի, Իրանին, այսպես ասած, մի քիչ ավելի կառուցողական գուցե դաշտ բերելու իմաստով, չէ։ Մեր ունկնդիրները կարող են նայել մեր եթերը, դրա մասին խոսել են եւ ես ասել եմ, որ դա թուղթ է ուղակի։ Այստեղ խոսում էին, որ ինչ փաստաթուղթ է լուրջ, ոչ մի լուրջ փաստաթուղթ չկա, ինչքան մեծ է դեր լուրջ այդ փաստաթուղթն է, այնքան Իրանի, Ռուսաստանը ունի իր շահերը, Ռուսաստանը Թուրքիայի դեմ չի կռվելու, Իսրայելի դեմ չի կռվելու, ԱՄՆ-ի դեմ չի կռվելու, Ադրբեջանի դեմ չի կռվելու, հանուն Իրանի, դա ակնհայտ է։ Այնպես որ այո, Իրանը պիտի հասկանա, որ Ռուսաստանը կարող է մանավանդ այդ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքներ Ռուսաստանն է պահանջում եւ Իրանից շատ հաճախ հնչում են, չէ՞, այդ ձայները, թե դուք էսին չեք ուզում հիմա, որը մեր համար կարմիր գիծ է։ Այնպես որ Իրանը շատ լավ գիտակցում է Ռուսաստանը այստեղ ինչ անում։ Հարց է, որ այնտեղ կա կղերական վերնախավ, որը զբաղված է սեփական ժողովրդին կեղեքելով եւ թալանելով եւ այսպես լեզու է դնում շատ նեղություն Իսրայելի, ուրեմն քարտ է տալիս, որ ասեն տեսնում եք, որ իրենք սպառնալիք են։ Այսինքն այսօր այդ մարդիկ, որոնք գոռում են, որ Իսրայելը պիտի ոչնչանա, իրենց պետության համար են սպառնալիք։ Իսրայելն էլ ասում է, տեսնում եք, ինչ են ասում, ուրեմն պիտի իրենց հարվածենք։ Ինչպես Համասը մի ամբողջ Պաղեստինի ժողովրդին այսօր գենոցիդի են ենթարկում, որովհետև նրանք կանգնում են, ասում են Իսրայելը պիտի ոչնչանա։ Եվ Իսրայելն էլ ձեռնտու է իրենց ունենալ այնտեղ Համաս, տարիներ շարունակ։ Հակաիրանական Իհարկե։ Թվում է թե այսպես արմատականության, չէ, այսպես առավելապաշտության տեսանկյունից, բայց ինձ ավելի դա հակաիրանական է, ոնց որ ինքնաոչնչացման տանի այդ ձեր ասած կղերական վերնախավը Իրանը ըստ էության փոխանակ մտնի։ Ստեփանյան, Ժոզեֆ Բորելը մի արտահայտություն արեց, մեր ունկնդիրները կարող են կարդալ, որը լույս է սփռում այս ամեն ինչի վրա։ Նա մեղադրեց Իսրայելին Համասին ֆինանսավորելու մեջ, ասելով, որ Իսրայելին ձեռնտու էր ունենալ Համասի նման իշխանություն Պաղեստինը, որպեսզի արևմտյան ափում գիտենք Պաղեստինի Աբասի իշխանությունը հաստատուն չլինի։ Այսինքն, այդ կարող է Իսրայելը չգիտեր, հա, Համասը ինչով է զբաղված տարիներ շարունակ, բայց ինչի՞ չէին մտնում ոչնչացնում։ Այսինքն, այսպիսի իշխանությունները, որոնք գոռում են արյանծով եւ այլն, դրանք հարց է սպասարկում են Հայաստանի, Իրանի եւ Պաղեստինի ժողովրդի շահերը, թե տանում են ոչնչացման, թե հատուկ են ամ թե չհասկանալով, դա այլ հարց է։ Այնպես որ գալով մեր թեմային, Իրանի վերնախավից է կախված։ Հայաստանը իհարկե մեզ ձեռնտու ունենալ արևմուտքի հետ նորմալ հարաբերություններ ունեցող Իրան, որպեսզի մեզ 3+3 հարթակում նորից չներառեն այդ ակցիանի մեջ, որպեսզի Իրանը ավելի կոնստրուկտիվ լինի, եթե մենք արևմուտքի հետ հարաբերությունները խորացնենք, չասի պետք չեն արևմտյան ուժերը այստեղ, եւ ամենակարևորը մենք պիտի փորձենք, իհարկե ես չգիտեմ, մեր դերը կարող ենք բարձրացնել Իրանի հետ խոսել, Իրանի վերնախավի, որ հիմա մեր ժողովուրդը կասի, բայց դա մեր խնդիրը չի, մենք այդքան ուժ չունենք, համենայն դեպս Իրանը որպես ԵՏՄ անդամ մեզ դիտարկում էր Ռուսաստանի հետ իր առևտուրը իրականացնելու համար կարևոր, նաև ասում էր, որ դեմ չի, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամության թեկնածու, որպեսզի Եվրոպայի հետ էլ մենք ունենանք սահման, այսպես Իրանը։ Այնպես որ մենք կարող ենք կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի արտաքին աշխարհ եւ Եվրամիության հետ իրենց հարաբերությունների եւ հյուսիս-հարավ ճանապարհի Հնդկաստանից եկող սա մեզ շատ կարևոր է ունենալ հյուսիս-հարավ ճանապարհ, գիտեք, Պարսից ծոց, Վրաստան, Իրան, Հնդկաստանից եկող եւ Սև ծով։ Այստեղ որ Իրանը չլինի, շատ վատ կլինի մեզ համար, բայց դե այնպես որ ասում են, մենք Իրանի ժողովրդի վերնախավի փոխարեն չենք կարող որոշել։ Համենայնպես Իրանը կանգնած է իրոք ջրբաժանի առաջ որոշելու արդյոք ինչ ճանապարհ է ուզում որդեգրել։ Ամեն դեպքում սպասենք դրական զարգացումների եւ Իրանի վերնախավին ցանկանանք խոհեմություն, կարելի ասել։ Թույլ տանք ցանկանալ խոհեմություն եւ ճիշտ պետական կառուցողական մտածողություն, որպեսզի վերահաս աղետները կանխվեն։ Տիկին Դարլակյան, դուք հանդես եք եկել հրապարակումով
մինչև ձեր հրապարակմանը անդրադառնալը, որին ավելի շուտ դուք հանգամանալ իսկ անդրադառնաք, ես կարող եմ ասել դա վերաբերում է դարձյալ հիմնականում ներկաների եւ նախկինների միջև այսպես ծավալված խոսույթի, մասնավորապես Գյումրիի այս ընտրություններում եւ ընդհանրապես թիմ ընտրությունների հետ կապված եւ նորից իշխանությունը 7 տարի շարունակ արդեն հայտնի լինելով ինչով է զբաղվել իրենց նախքին 2018-ին հռչակած կարգախոսներով ինչքանով է իրականացրել, չէ՞։ Թալանը հետ բերելու եւ այլն, դա թողնենք արդեն մեկնաբանությունը մեր ունկնդիրներին, գուցե արդեն բոլորի համար նույնիսկ ծեծված թեմաները ավելի չծեծենք, հասկանալի է։ Նորից արդյոք ճիշտ է նախքին ներկա խոսույթով գնալը, չնայած գնաց մեր Սարիկը այդ կարգախոսով դարձյալ նախկինների դեմ, նախկինները գող են, թալանչի են, ապասակ են եւ այլն, եւ անկարծ պարզվեց, որ ընտրվել է նախկինների ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, հաղթել է։ Եվ նախկիններն են լայն իմաստով հաղթել, նաեւ Մարտուն Գրիգորյանի այդ արդյունքը հաշվի առնելով եւ այլն, փաստորեն երևի այնքան են արդեն իշխանության այդ կարգախոսները արդեն անընդունելի դարձել, հա, գուցե այսպես ասենք հարց, ընդհանրապես ժողովրդի մոտ, որ Գյումրիի պես այդ մեծ համայնքում իշխանությունը պարտություն կրեց, ակնհայտ պարտություն կրեց։ Եվ հիմա արդյոք ճիշտ է ընդհանրապես եւ այդ թիմ ընտրությունների այդ կտրվածքում եւ ընդհանրապես նորից ի հայտ բերել նախքին ներկա կարգախոս այդ թնջուկը, որ պիտի չլուծվի։ Փոխանակ մենք զբաղվում ենք շատ ավելի կարևոր գործերով, ինչ կարծիք եք։ Նաև ձեր հրապարակման մասին խնդրում եմ խոսեք։ Կարճ անդրադառնամ Գյումրիին, դե հիմա իրանք կասեն մենք հաղթել ենք, ավելի շատ ձայն ենք հավաքել, քան նախորդ ընտրություններում, բացի այդ ընդդիմությունը ընդհանուր առմամբ է հավաքել շատ, բայց առանձին շատ քիչ են հավաքել ԿՊ-ից։ Սա ես չեմ խորանում, գիտեք, դա լոկալ հարց է, որը իհարկե իրազդությունը կարող է ունենալ 26 թվականի ընտրությունների վրա։ Հիմա հրապարակումից, այո, խոսենք կարգախոսի, տեսեք, ես մշտապես ինձ մեղադրել են, ասել են դու իշխանությանն ես պաշտպանում եւ այլն, այսինքն ես երբևիցե չեմ առաջնորդվել այն տեսակետով, որ եթե անունը Նիկոլ Փաշինյան է վարչապետ, ինչ անի, ես դեմ եմ։ Ես տեսել եմ, եթե դրական քայլեր են եղել, ասել եմ դրական է, բացասական է, բացասական, բայց ես չեմ կարող արդեն այսպես հանդուրժողաբար վերաբերել եւ ժողովրդի մեծամասնություն դա հասկանում է։ Մի կողմ դնենք, որ մենք պոակ չունենք, որ հարցակվի մեր ընդդիմադիրների վրա, ասելով, որով քննադատում է Փաշինյանին, Թուրքիա եւ նախկինը, ժողովրդի մեծամասնությունը հասկանում է ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում։ Տարիներ շարունակ տիրաժավորում են, որ մենք չենք խառնվում արդարադատությանը, մենք ինչ կապ ունենք, այո, մենք ուզում ենք այդ գումարները բերել, բայց մենք չենք խառնվում։ Այդ փաստարկները շատ հեշտ է քանդել։ Նախ, եթե դուք չեք խառնվում, ինչու եք անընդհատ խոստանում յետ բերել գումարները։ Կոպեկ առ կոպեկ, ուրեմն դա դատանի գործն է, դա ձեր խոստումը չի, չեք կարողանում իրականացնել։ 7 տարին, դա 1 տարուց հետո արդեն կլինի 2 ժամկետ ԱՄՆ նախագահի համար, այսինքն դուք ուզում եք 70 տարի լինել իշխանության, որ գումարների կեսը 30 միլիարդ դոլարի մասին, որ խոսում եք համաշխարհային բանկի ղեկավարի հետ, դրա ո՞ր մասն եք բերել 0.000 ո՞ր մասը։ Երկրորդը, դուք կարողանում եք դատարանների մուտքերը փակել, երբ որ պետք է, դուք կարողանում եք ձերբակալել, երբ որ պետք է, բաց թողել հաջորդ օրը, նորից ձերբակալել, այսինքն կամ ինչ նշանակում մենք չենք խառնվում, ըստ Հայաստանի սահմանադրության վարչապետը, նախագահան հանդիսանում են դատական օրենսդիր գործադիր իշխանության բնականon գործունեության երաշխավոր։ Եթե ձեր երկրում օրենքը չի աշխատում, չեն ասում մենք չենք խառնվում, խառնվում են։ Ես ձեզ ասեմ, որ շատ հետսովետական երկրներում, որտեղ լյուստրացիա է տեղի ունեցել, ուրեմն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ process-ը գնացել է, այդ գույքերը հետ են բերել, ուրեմն KGB-ի գործակալներին բացահայտել են, այդտեղ ոչ մի հակաօրինական բան չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ հիշում եք այդ ապօրինի գույքի հետ կապված տվեց դրական եզրակացություն։ Ինչ է արվել 7 տարում։ Բացի նրանից, որ մեդալներ եք ձեզ վրա կախում, գալիս եք ազգային ժողով, այսպես լուրջ դեմքերով մեղադրանք եք կարդում, մտածում եք ժողովուրդը չի հասկանում։ Ես առաջին մասնակցությամբ իրավաբան եմ, իմ գովասանքով չզբաղվում, բայց ցանկացած տարական, նույնիսկ վատ սովորած իրավաբան, այս գործերը որ նայի, կհասկանա թե ինչքան թույլ են դրանք կարված։ Կներեք, փորձենք անաչառ լինել, 1000 ներողություն ձեզ ընդհատելու համար։ Այ որպես իրավաբան եւ նաեւ իրազեկ մարդ,
իրողությունների, նաև ավելի անաչառ լինելու համար ինչ որ բաներ չեն արվել, ինչ որ բաներ հետ չեն։ Գուցե դուք գիտեք, ես չգիտեմ։ Իսեր Աստծո, փորձենք մի քիչ անաչառ լինել։ Եղածի, նույն ասենք Վաչագան Ղազարյանի հետ կապված, չէ՞, օրինակ, եղածի -0.1%, եղածի իրենց հայտարարված է եւ Նիկոլ Փաշինյանն ասեց, չէ՞, ասեց բրաբուս առ բրաբուս, հիմա փոխվել է։ Ռենջ, եթե տենց նայենք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի գույքերը 80 տարուց նոր հետ կբերվեն, եթե ռենջից ենք սկսում, այսինքն լավ ձեռք է կառնում։ Կամ սեփականատեր է կանալների, ալիքների, մեդիաների, գործարաններ ունի ու դուք իրենց այդ տենդերներ եք շահում եւ նրանց անվանում եք գող ավազակ ու մարդասպան։ Լավ ինչքան կարելի է, սա արդեն ժողովրդին նյարդայնացնում եւ հակառակ էֆեկտ է ունենում։ Վատ է լինելու կամ ժողովուրդը չի մասնակցելու ընտրություններին, կամ էլ հիմա ձերինադու շատ ներողություն գնալու նրանց ընտրի։ Այսինքն, եթե դուք այդ մարդկանց այդպիսի մեղադրանքներ եք առաջադրում եւ ոչ մի քայլ չեք անում, կամ սա պայմանավորվածություն է, կամ կամք չունեք վախենում եք, կամ դուք էլ այդքան մաքուր չեք ուզում նույն գործով դուք էլ հետո մեղադրել։ Կամ էլ գուցե մարդիկ կարող են մտածել, կամ էլ այս մարդիկ իրականում թալանչի չեն։ Իհարկե, ասենք օրինակ թալանչի չեն։ Այսքան տարի կներեք խոսել, որ վատ ենք ապրում, որովհետև այ նրանք թալանում են, լավ չենք ապրում, աղքատ ենք, որ նրանք թալանում են, բանակը թալանեցին, այս թալանեցին, այն թալանեցին։ Ասում եք 0.001, չէ՞։ Պարոն Ստեփանյան, որ օրինակ ես իմ ընտանիքը շատ լավ գիտի իրենք ինչեր ունեն։ Մենք 30 տարի պայքարել ենք, սխալվել ենք, թե ես չէ, խոսքը իմ հոր մասին է եւ ես ընդունում եմ իր սխալը, բայց մենք կոպեկ չենք վերցրել այս երկից։ 30 տարի մարդը պատգամավոր է եղել, ոչ ալիք ունի, ոչ գործարան ունի, ոչ էլ պապուց ժառանգություն է ստացել։ Այդ ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը այդ աշխատավարձով 5-րդ ալիքը գնել։ Հյուսիսային պողոտայում 80 տուն ունի, կարող ենք չգիտենք, ավտոյի սերվիզ ունի, հարցնում ես, ասում է խելացի տղա է, հարստացել է, մի հատ թող կա հայեր են դրան կարում է գրի երկու նախադասություն, տեսնենք շատ խելացի է, թե ոնց, այդ տենց խելացիներն են, որ այսօր գումար չունեն, Եվ հիմա հիմարի տեղ եք մեծ, կամ Սերժ Սարգսյանն էլ արդարացվում, այդ ֆլեշի հետ բիզնեսներ չունի, հիմա ես կարող եմ նստեմ, ասենց հերթով ասեմ, սա փոքր երկիր է, մեր ժողովուրդը ձեզնից լավ ու ինձնից լավ կարա մատով ցույց տա ով ինչ ունի ու որտեղ։ Հիմա խոսքը ինչին է վերաբերում, Վազգեն Սարգսյանը, որի կերպարը միանշանակ չի, բայց նա փորձեց ուղղել իր սխալը, օրինակ ես շատ հաճախ որ ասում եմ Վազգեն Սարգսյանը փորձեց միասնություն դաշինքով երկրում օրինականություն հետ բերել, ասում են ինքն էլ սուրբ չի, այո ինքը սուրբ չի, ես էլ սուրբ չեմ, ոչ մեկ սուրբ չի, բայց գոնե այն փաստը, որ նա այսօր չկա, ցույց է տալիս, որ ինքը այդ համակարգիչ չի կամ փորձել է ուղղել իր սխալը։ Այն փաստը, որ Միացյալ Նահանգները արդեն դրա մասին բոլորը գիտեն, նրա առաջ պարտականություն է դրել մաքրել երկիրը կոռուպցիայից, ուրեմն իմացել են, որ նա կարող է դա անել, Քոչարյանին չեն ասել։ Եվ դրանից հետո է տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, առաջնայինը դա էր, հետո նոր մեղրին եւ մնացածը։ Այսինքն ապօրինի գույքի հետ բելը գուցե Նիկոլ Փաշինյանը դրանից է վախենում, իր կյանքի համար է վախենում, բայց դե մենք վախի ձեռքը չենք ընկել պատանդ, չէ՞, ինքը միշտ ասում է ես պատրաստ եմ իմ կյանքը զոհաբերել։ Եվ այսօր հոկտեմբերի 28-ը չի աշխատելու, այն ժամանակ մենակ Վազգեն Սարգսյանն էր, հիմա շատ են այն գործիչները, ես շփվում եմ այդ մարդկանց հետ, որոնք ասում են, որ դա պիտի արվի։ Բոլորին չեք կարող, չէ՞, ոչնչացնել։ Եվ ես ձեզ ասեմ, արևմտյան մեր գործընկերները շատ լավ գիտեն որտեղ են այդ գումարները, հիմնականում արևմուտքում են։ Սերժ Սարգսյանի համար սուրճ դնող մեկը այսօր միլիոնավոր դոլարների գույք ունի, այնտեղ էլ ապրում է, փախել է, պաշտպանության նախկին նախարար։ Բա ինչի՞ չեք բերում Իրան էլ այդ գույքն էլ։ Բոլորի վրայում գործ եք հավասար, այսօր Հայաստանում չեն, այդ ո՞նց են երկիրը լքում։ Իմանում նոր են լքում։ Օլիգարխներ, որոնց երեխաները մարդասպանության մեջ են մեղադրվում, իրենց համար ազատման են գալիս։ Խոստովանեք ուրեմն, որ չեք անելու, ու այդ լոզունգով էլ մի գնացեք, մի խաբեք այս ժողովրդին։ Կգան ուժեր, ես իմ մասին չի խոսքը, ես հավակնություններ քաղաքական չունեմ, բայց ժողովրդին անընդհատ չի կարելի մատերի վրա պատտացնել։ Դրա համար նորից եմ կրկնում, ցանկացած իրավաբան, նույնիսկ ամենացածր մակարդակի տեսնում է, որ այդ գործերը ձգձգվում են, տարվա մեջ մինիստ է լինում, վաղեմության ժամկետը լրանում է, հիմնականում այդ ժամկետի հիմքով ազատվում են։ Իսկ եթե ինչ-որ մեկը այդ գույքերի տեղը չգիտի, ցանկացած մեկին հարցրեք ցույց կտա, եթե Նիկոլ Փաշինյանը չգիտի։
Ուրեմն 26-ի ընտրություններին այդ լոզունգով էլ չգնաք։ Ղարավարության նիստի ժամանակ մի կանգնեք ասեք կոռուպցիոն կոմիտեի ղեկավարին հակակոռուպցիոն։ Ինչ եղավ 7 տարի է։ Ինձ եք հարցնում։ Բայց ըստ էության Տիկին Դալաքյան, ըստ էության նա շարունակում է այդ ռետորաբանությունը, չէ՞։ Հիմա կգամ նաև մյուս մեր այսօրվա եթերի եզրափակիչը հակորդին, այսպես ասած, ըստ էության նա շարունակում է վերջերս նորից կոչեր անում ազգային ժողովի ամբիոնից ես դրանց ասֆալտին կփրեմ, պատերին կտամ, կծեփեմ եւ այլն եւ այլն։ Եվ երկրորդն էլ արդեն հարցնել շահ կապեմ, ասում կադրային ճգնաժամ ունենք երկրում, հանկարծ 7 տարի անց նոր Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ կադրային ճգնաժամ կա երկրում։ Ըստ ձեզ կադրային ճգնաժամ կա։ Գուցե իր թիմում կա կադրային ճգնաժամ, որովհետև մենք շատ լավ մասնագետներ ունենք, գուցե հանրությունը չգիտի տարբեր ոլորտներում, որոնք ներգրավված չեն ոչ ռազմական ոլորտի զարգացմանը, ոչ արտաքին գործերի նախարարությունում, ոչ տնտեսության զարգացմանը, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ անձնապես չեմ թիրախավորում, չեմ կարծում ԿՊ-ում այդպես գիտելիքը Սենց եմ որ ասում հելը իրանց ուտում շատ ներողություն իրանց լեզվով ասած Վարդան Ղուկասյանի լեքսիկոնով ասած տենց չի տենց շատ այ Վարդան Ղուկասյան դուք իրան ասում եք ինքը օլիգարխ է մարդասպան է ինչ որ անիմաստ հայտարարություններ անում կանանց հանդեպ ինչի է ինքը հայտնվել ընտրությունների մասնակցելու շեմին Ինչի պիտի նա մասնակցի ընտրությունների որի վրա քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները անցնում են Ասենք խուլիգանությունից բռնած այդ մարդու խոսույթը ընդհանրապես իր դեմքը նախ այդ իր տնտիմությունը որ տեխնացուի անտրում չի մտածում ում անտրում հետո մի հատ գողական դոմպիպոին բերեք թող տեխնացություն դնի հիմա սա երկիր է թե խուլիգանություն Ես նորից եմ կրկնում, ես սա չեմ ասում, որովհետև հավակնություններ ունեմ, որովհետև ուզում եմ Փաշինյանին քննադատել, մենք այսօր պարզ տեսնում ենք ժողովուրդը հոգնել է, այ ինքն էլ արդեն խոստովանում է, որ ճգնաժամ կա։ Ճգնաժամ կա եւ ճգնաժամը կավարտվի Հայաստանի համար շատ վատ, որովհետև այս մարդիկ տիրապետում են միլիոնավոր դոլարների, այդ դոլարները աղքատ երկրում բաժանում են Գնում են ընտրությունների 10% են հավաքում։ Վարդան Ղուկասյանը ստացել է Գյումրիում ընտրության իրավունք ունեցողների 10-12%-ը։ Եթե 47%-ն է մասնակցել մոտավոր ինքը 20 է հավաքել, եթե 100% է մասնակցել 10 էր հավաքել ու դա եսի միջ տոկոս չի։ Այդ գումարներով պետք չի դա ցույց տալ, որ տենց իրանք վանա մակեդոնացու հաղթանակն են տարել։ Չէ, այդպես չի։ Բայց եթե այդ գումարները հետ չեն բերվում, այդ գումարները ես ուղղակի չեմ ասում հետ բերեք պոպուլիզմից ելնելով, որ ձայներ հավաքեմ։ Այդ գումարները օգտագործվում են Հայաստանը ներսից քանդվելու համար։ Այդ գումարները օգտագործվելու են ինչպես օգտագործվեցին Մոլդովայում, եւ հիմա խորհրդանական ընտրություններին են օգտագործելու օլիգարխները Իլոն Շորի ղեկավարությամբ երկիրը ապակայունացնելու համար։ Այդ գումարները տնտեսության մեջ չեն ներդրվել, մենք մանր միջին առևտրականներից ենք վերցնում։ Այդ գումարները զենք չի գնվել, այո, դուք ասում եք թալանել են բանակը, սարքել են դղյակներ, մենք դղյակներ տեսնում ենք, սուտ չեն խոսում կարող է 5 հարգանի դղյակներ չեն սարքել, ամեն մեկի դղյակի տեղներ գիտենք, բայց եթե դուք հետ չեք բերելու եւ դա բանակ չեք դնելու, ուղղակի դա ասում եք, ասել մենք էլ կարող ենք։ Այնպես որ Հայաստանը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած, եթե Հայաստանի իշխանությունը այս հարցը չլուծի, սա գոյութենական խնդիր է։ Մենք առաջ չենք գնա եւ ապագա չենք ունենա, արդեն այլ լոզունգով պիտի գնանք ընտրությունների, ապագա չկա, որովհետեւ այս սցենարի պայմաններում ապագա չկա։ Տիկին Դալաքյան, շնորհակալություն, որ համաձայնվեցիք ունենալ այս զրույցը, շնորհակալություն, որ արտահայտեցիք ձեր տեսակետները։ Ես եմ շնորհակալ։ Սպասենք լավ զարգացումների ամեն դեպքում։ Եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրներ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, սիրելի բարեկամներ, եթե չեք հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդամենը սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել One Talk մեր YouTube-յան ալիքին, որի համար կլինենք խորապես շնորհակալ։ Լավ եղեք։